Հայաստանի արտանման ծավալները ամենևին էլ վտանգ չեն ներկայացնում ԱՄՆ-ի տնտեսությանը, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները սահմանեց դրանք, որպեսզի այդ խոշոր մատակարարներին, դե եկեք այսպես նայենք, պարոն Մնացական, որ մեկ տարի առաջ հունվարին 24 թվականի վերացավ GSP համակարգը, որը որ թույլ էր տալիս 5 երկրներ, այդ թվում ԱՄՆ, արտահանել 0 մաքսատուրքով կամ ցածր մաքսատուրքով։ Դրա ժամկետը լրացավ, Բայդենի կառավարությունը պետք է նորից երկարաձգեր ժամկետը, այդպես էլ ընտրությունների հետևանքով դա տեղի չունեցավ։ Այսինքն Հայաստանը մտավ ընդհանուր մաքսային ուրեմն համակարգ։ Հիմա ԱՄՆ սահմանեց այդ համակարգը, կոնկրետ Հայաստանի դեպքում 10%։ Հիմա մենք այսպես մեր արտանման հիմնական ապրանքները եւ հիմնական ծավալները մոտարապես 240-260 միլիոն դոլար են տարեկան, բայց ՏՏ պրոդուկտը հաշվարկած հետը։ Եթե ՏՏ-ն հանում ենք, այն մնացած արդյունաբերական արտադրանքը 50-60 միլիոնից չի անցնում։ ՏՏ-ն է։ ՏՏ-ն էլ դե միշտ էլ երկար ժամանակ մատակարարում է ԱՄՆ-ին, այդ ծառայությունները տրամադրում է։ Այսինքն գնաճային ճնշումներ անխուսափելի են ամեն դեպքում։ Կարող է եւ դա էական չլինել,